նախ եւ առաջ ձեր հարցերին պատասխանենք։ Դուք նախորդ անգամ պարոն Կարագյոզյան այստեղ եք եւ կենտրոնական բանկից որևէ պաշտոնյա, որևէ պատասխանատու այդպես էլ չիջավ եւ չպատասխանեց ձեր հարցերին։ Դրանից հետո ինչ որ կապ հաստատել են ձեզ հետ եւ եթե այստեղ եք ենթադրաբար ձեր հարցին որևէ կերպ լուծում չի տրվել, այսօր ինչ եք պատասխանում անել։ Ուրեմն ոչ միայն չեն արձագանքել այդ օրվանից, այլ այդ ընդհանրապես չարձագանքել է եւ կենտրոնական բանկի համապատասխան պաշտոնյաների կողմից այս լռությունը ոչ միայն անտարբերություն է, այլ նաեւ ոչ օրինաչափ է, քանի որ օրենքով նախատեսված կարգով իրենք պետքա այս իրավիճակներում թափանցիկ աշխատեն եւ հաշվետվություններ տան հասարակությանը, հատկապես այն քաղաքացիներին, ովքեր դարձել են զեղծարարության զոհեր, ովքեր կորցրել են գումարներ։ Այս լռությունը, այս սովորական անտարբերություն չի, նաեւ այս լռությունը հերթական անգործությունն է, ինչը ես կբնութագրեի ոչ թե հանցավոր անգործություն, այլ լռությունը ըստ իս հանցավոր գործունեություն է։ Նայեք, նախորդ անգամ բողոքի ակցիան շարունակվեց նաև դատախազության մոտ, համապատասխան նամակներ հանձնվեցին, իդեպ թեմային հենց դատախազն անդրադարձել է նաև ազգային ժողովում, ինչ արձագանքներ եղան այդ նամակներից եւ կոնկրետ օրինակ կենտրոնական բանկից, դատախազությունից, կառավարությունից, որտեղ մի քանի անգամ գնացիք, ինչ եք ակնկալում, կարծում եք, որ միջամտություն կլինի ամեն դեպքում եւ հարցը կլուծվի, թե սպասում եք առհասարակ որ արձագանքներ չեն լինի։ Ուրեմն ակնկալում ենք, սպասում ենք եւ տևական ժամանակ է ինչ սպասում ենք, արդեն 2 ամսից մի քանի օր ավել է սպասում ենք, որ պետք է առաջին չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Սա մենք այս հարցը այլևս քննարկելի չէ, պետք է չեղարկվեն ապօրինի վարկային պահանջները։ Արձագանքներ ես արդեն ասել եմ, որ մյուս մարմիններից, օրինակ գլխավոր դատախազությունից, օրինակ քննչական կոմիտեից ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ արձագանքները, սակայն պետքա օրինակ գլխավոր դատախազը անցնի գործուն քայլերի, հա, ազգային ժողովում իր հայտարարությունները ճիշտ էր, տեղին էր, ողջամիտ էր գնահատված, օբյեկտիվ էր գնահատված իրավիճակը, բայց պետքա անցնի գլխավոր դատախազը ավելի գործուն քայլերի եւ նորից եմ պնդում, որ բանկերի զեղծարարությունների պատճառով չպետքա տուժի եւ չպետքա վնաս կրի հաճախորդը։